Փաշինյանի հայտարարությունը եկեղեցականների նկատմամբ ինչպես եք որակում, ինչու է նման հայտարարություններ անում ձեզ։ Չեմ կարող ինչ-որ մանրամասնորեն բան ասել։ Իհարկե երևույթը շատ տգեղ է, չգիտեմ։ Ոչ մենակ իմ, այլ բոլոր հայերի դիրքորոշումը մեկն է։ Քանի կա այս իշխանությունները, այդ ընթացքը շարունակական առնելու։ Ազգը պառակտված է ու այս 7 տարիների ընթացքում նույն իրավիճակն է։ Մեր ամենախելացի ազգ աշխարհերեսին, որ 900-ներից մեկն է, այսօր համախմբելու միտում չունի։ Եվ ամենակարևորը պետության պահպանության համար նրա կրոնի պահպանությունն է։ Եթե մենք հայ քրիստոնյա ենք համարում մեզ բոլորս, ոչ միայն անձերի, այլ պետք է կոնկրետ եկեղեցու ու հավատքի շուրջ համախմբենք։ Դա է խնդիրը։ Իսիր Աստծո, Փաշինյանի գործողությունների մեջ ոչ մի դրական բան չկա։ Նա ինքը իր գործերն անում է, այս ազգը պառակտելու, այս ազգը ոչնչացնելու, երբևիցե որևէ դրական սպասելիքներ չկա նրա գործերից։ Առաջին այդ իրավունքը չեն ունեցել։ Ամենաառաջինը դուք ոչ մի բանից չեք խոսում, որ դա անօրինություն է։ Դրանից ի՞նչ խոսես։ Անորեն երևույթ է, օրենքից դուրս խախտված է ամեն ինչ։ Առաջինը խախտել են իմ հավատքի իրավունքը։ Ով է խախտել։ Ով այս գործողություններն անում, չգիտեք։ Կարա առանց կառավարության սես բան լինի։ Իսկ դուք կարաք մի բան ասեք, որ ինքը հայտարարել, առաջինը ես չեմ լսել դի, որ ինքը մի բան ասել է ու դա եղել է։ Չէր ասում երեխա ունի, բա ուր այդ երեխեն։ Ինչ չի ասել, որ այդպես բան ասել է, որ դու տենաս, որ հա այդ մարդը ճիշտ ասեց։ Պետական գործերը պետական մարդիկ են խոսում, դա իմ գործը չի։ Սրիկայություն է դա։ Առավել սրիկայություն է, ուրիշ կերպ չեմ կարող ասի։ Ինքը կատարում է Էրդողանի եւ Բոնի Ալիևի ցանկությունը։ Նրանք են որտեվ կրոնն էլ է կանգնում։ Կողքին էլ ժողովրդի։ Արա Զոհրաբյանից տեղեկացա իհարկե իր հայտարարությունից, որ քրեական հետապնդում է հարուցվել, դարձրեցին այդ մարդուն արդեն վեհապար հայրապետին հանցագործ, գիտեմ դավաճան, սակայն առողջ բանականություն ունեցող հայը կանգնած է հայ առաքելական եկեղեցու թիկունքին, վեհապար հայրապետի թիկունքին։ Նիկոլ չէ, Նիկոլի նման հազարավորները կգան ու կգնան, սակայն առաքելական եկեղեցին կանգուն եղել է, կա ու մնալու է։ Հայոց հայրապետը մեր համայն հայության թագավորն է, սուրբ է նա, Աստծո փոխարինողը երկրի վրա։ Եվ մենք հավատարիմ ենք մեր երդմանը, հայ քրիստոնյա ենք մենք։ Մնում ենք վեհապարի շուրջ համախմբված։ Այնպես որ Նիկոլ Փաշան կլինի, թե ով կլինի մյուս, այդ անհեթեթ հիմարություններով թող չկերակրեն, չփորձեն կերակրել հայ ժողովրդին։ Մենք կերակրվող չենք։ Մեկը լինի իրան քրեական գործ հարուցի, որ այսքան բանը բերեց այս ազգի գլխին, շատ սխալ է, լսի փաշողլի, Քրիստոսի ձեռի վրա ձեռ չկա, դատի վրա դատ չկա, լամ իմացի շատ չի ուշանա, հենց Քրիստոսն է զարկելու, համ իրան հավատացող մարդկանց, ինչ ուզում եք արեք, հեռու մնացեք եկեղեցուց։ Չգիտեմ ինչ ասեմ, Աստված թող ողորմի բոլորիս, այդքան է։ Մենք միշտ մեր վեհապար հայրապետի կողքին ենք, ամեն պարագայում, գիշեր թե ցերեկ մեր համար ժամպատարակ գոյություն չունի, մենք մեր եկեղեցու կողքին ենք։ Իսկ խորհուրդս Նիկոլ Փաշողլուն, եթե պայքարող տղա է, եթե տես դուխով տղա է, թո պայքարեր Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, ոչ թե իրանց դեմը կզի, մեզ էլ ստիպի, որ մենք կզենք իրանց դեմը։ Բայց մենք մեզ հարգել գիտենք, թող Փաշինյանը ինչքան կարա իր խմբակի հետ կզած մնա, մենք միշտ կանգուն ենք, մենք միշտ մնալու ենք կանգուն։